Ողջույն, մենք գտնվում ենք Երևանի խոշորագույն եւ ամենայուրահատուկ կառույցներից մեկի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ։ Այն ոչ միայն մշակութային եւ սպորտային միջոցառումների իրականացման վայր է, այլ նաեւ հայկական ճարտարապետական մտքի եւ ազգային տգնության խորհրդանիշ։ Համալիրի պատմությունը սկսվում է 1970-ականների կեսերից, երբ Հայաստանի ղեկավար, նշանավոր պետական գործիչ Կարեն Դեմիրճյանը մտահղացավ կառուցել մի պալատ, որը կտարբերվեր բոլորից։ Նրա տեսականը մեկ էր՝ ստեղծել մի կենտրոն, որը կհամատեղեր մեծ մարզադահլիճը եւ բազմաֆունկցիոնալ համերգասրահը։ Սկզբնական տիպային նախագիծը չբավարարեց նրան։ 1976 թվականին ընդունվեց նոր համարձակ նախագիծ, որի վրա աշխատեցին ճարտարապետների եռյակը՝ Արթուր Թարխանյանը, Սաշիկ Խանասյանը և Վրաչ Պարասյանը։ Համալիրը կառուցված է Երևանին բնորոշ վարդագույն տուֆից եւ հաճախ իր ճարտարապետական լուծմամբ նմանվում է թևերը լայն բացված թռչնի։ Դա հզորության, հպարտության եւ թռիչքի խորհրդանիշն է։ Շինարարությունը, որը սկսվեց 1980-ին, բացառիկ բարդ էր, բայց նորարարական։ Կարեն Դեմիրճյանի համառության շնորհիվ հաղթահարվեցին նյութական ու ֆինանսական դժվարությունները։ Կառույցի արժեքը, որը նախատեսված էր 10 միլիոն ռուբլի, հասավ 50 միլիոնի, բայց արդյունքը գերազանցեց բոլոր սպասումները։ Մարզահամերգային համալիրը հայտնի է իր բարձր տեխնիկական լուծումներով։ Ամենաուշագրավը պտտվող է, որը թույլ է տալիս րոպեների ընթացքում փոխել դահլիճների կոնֆիգուրացիան իրար միացնելով մեծ եւ փոքր դահլիճները։ 1987 թվականին այս գլուխգործոցը արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։ Մարզահամերգային համալիրի առաջին դահլիճը, մարզադահլիճը, շահագործման է հանձնվել 1983 թվականին։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1984 թվականի հոկտեմբերի 13-ին, Էրեբունի Երևանի տոնին։ Սակայն մեկ տարի անց, 1985 թվականին, համալիրում հրդեհ տեղի ունեցավ, այն ոչնչացրեց բեմի հատվածն ու տանիքը։ Չնայած դրան, Կարեն Դեմիրճյանը չհանձնվեց։ Նա խոստացավ վերականգնել համալիրը եւ իր խոստումը կատարեց։ Հաջորդ տարվա մայիսի 9-ին համալիրում նշվեց հաղթանակի 40-ամյակը։ Այս վերածնունդը ցույց տվեց Դեմիրճյանի վճռականությունը եւ հայ ժողովրդի ու նրա միջև միասնությունը։ 1999 թվականին Կարեն Դեմիրճյանի ողբերգական մանից հետո համալիրը անվանակոչվեց նրան։ Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը շարունակում է մնալ Հայաստանի մշակութային գլխավոր հարթակը։ Այն հյուրընկալել է միջազգային մարզական մրցույթներ, քաղաքական կարևոր իրադարձություններ եւ համաշխարհային ազգերի, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Յան Գիլյանը եւ այլն։ Հատկապես ուշագրավ է, որ համալիրը 2 անգամ հյուրընկալել է մանկական եվրատեսիլ երգի մրցույթը, ցուցադրելով համապատասխանությունը միջազգային ամենաբարձր չափանիշներին։ Համալիրի եւ դրա ստեղծողի կապն ընդգծելու նպատակով 2023 թվականի սեպտեմբերի 9-ին մարզահամերգային համալիրի 40-ամյակի շրջանակում հենց այստեղ, համալիրի դիմաց, բացվեց Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի բրոնզաձույլ արձանը։ Արձանի հեղինակն է Սարգիս Բաբայանը, որը պատկերում է Կարեն Դեմիրճյանին իրեն բնորոշ քայլքի մեջ դեպի ժողովուրդն իջնելին։ Արձանի պատվանդանն ունի թե քարտագիտես, որը նմանագրում է համալիրի աստիճաններին, խորհրդանշելով գործի անքակտելի կապը դեպի ժողովուրդ։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը արձանի հետ միասին մնում է հայ մշակույթի, ճարտարապետական մտքի եւ ազգային տոկունության հբարտ ժառանգությունը։ Այն կանգնած է Ծիծեռնակաբերդի բարձունքում, որպես հայ ժողովրդի վերածննդի եւ դեպի ապագա տանող թռիչքի խորհրդանիշ։